մեր կոնտեքստից խոսանք, ասենք LGBT+ խնդիրներով զբաղվող կամ այդ մարդկանց խնդիրներով, համայնքի խնդիրներով զբաղվող կազմակերպությունը ինքը լիազորված է ինչ որ խմբի կողմից, որը որոշում է իր անունը եւ որը որ պետքա գործընթաց լինի, անընդհատ լիազորում է, որովհետեւ նա չի կարող մի անգամ լիազորի եւ հարցը լուծված լինի, որովհետեւ անընդհատ տարբեր իրավիճակներում տարբեր մարդիկ համաձայն են կամ համաձայն չեն։ Նու ենթադրենք, երբ որ ասում են Հայաստանի քաղաքացի, նաեւ հայ, ինչը իր հետ կապված բան է, օրինակ իշխանությունը։ Խնդիրը որն է, որ իշխանությունը ասում է ես ներկայացնում եմ քեզ, դու ասում ես ոչ, դու ինձ չես ներկայացնում։ Ուղղակի եթե դա բերենք ավելի փոքր իրավիճակի, նկատում մեր կազմակերպությունների, մեր միջավայրի մասին։ Արդյոք մեր միջավայրում չկա այդ խնդիրը։ Արդյոք մենք միշտ երբ որ ներկայացնում ենք ինչ-որ խմբին կամ ինչ-որ մարդկանց, այդ մարդիկ անընդհատ հնարավորություն ունեն մեզ հետ քննարկելու այդ հարցը։ Արդյոք իրենք լիազորում են թե ոչ։ Ենթադրենք այն որ հանրապետական կուսակցությանը կամ Սերժ Սարգսյանի կամ մնացած այդ իշխանությանը չեն լիազորում, այդ գործընթացը կա։ Անընդհատ մարդիկ ինչ-որ ձևով ասում են ոչ։ Իսկ այլ ուրիշ մակարդակների վրա այդ խնդիրը, այդ կոնֆլիկտը կա թե չէ։ Ինչի մասն եմ ես խոսում, էլի կարող է մենք ինչ-որ ներքին հարցեր կան, մենք հնարավորություն ունենք իրար քննադատելու, թե մենք չենք կարող, մենք իբր ճնշված ենք իշխանության կողմից եւ մենք իշխանության դեմ ենք դուրս եկել, մեզ քննադատել հնարավոր չի։ Մեզ քննադատելը կլինի դավադրություն կամ ես չգիտեմ ինչ։ Սադրիչություն։ Այո, ոնց ենք այդ հարցը լուծում։ Բարբերաբար քննադատելը կա ու պետք է լինի, որտեղ նույն քննադատությունները, այդ նույն նաև քննարկումները բերում են նրան, որ կարող է կառույցի կազմվածքը փոխվի, ձևը փոխվի, մոտեցումները փոխվեն, հետո էլի նույնիսկ այդ փոքր շրջանակում եթե նայենք, եթե էլի վերցնենք օրինակը հասարակական կազմակերպության ու իր անդամների շուրջ, բնականաբար հասարակական կազմակերպությունը իդեալական sense 100% անոթ չի կարող ներկայացնել բոլորի կարծիքն ու բոլորի շահերը, այլ ինքը փորձում է ընդհանրացնել լավագույն մոտեցումը դրսևորել, բայց իհարկե դա էլ կարող է շատ հարաբերական լինի, մեկի դուրը կա, մյուսինը չգա, ինչ որ բաներ ընթացքում փոխվեն, այսինքն անընդհատ ինքը զարգացող ու ձևավորվող մթնոլորտ է, նույն պետության բանով, հա, երբ որ պետությունը այս ձևով չի աշխատում, հետո ուրիշ ձևով, ուղղակի հարցն է, որ երբ որ վերցնում ենք Հայաստանի օրինակով, Հայաստանի իշխանություն, կառավարություն եւ այլն, այնտեղ արդեն այդ քանի որ օլիգարխիան է արմատները գցել, այնտեղ չի լսվում իր անդամների, այսինքն այս դեպքում ժողովրդի հետ իր անդամներն են, իր անդամների ձայնը չի լսվում ու անդամների համար այդ ամեն ինչ չի արվում, այդ ամեն ինչ արվում է մի քանի հոգու շահերի համար։ Ոնց որ պատկերացրեք նույն ՀԿ-ն զուտ աշխատեր, որ իր մի քանի հոգին լավ գրանտներ կպցնեին ու փող աշխատեին, էլի։ Ինչ է կա Հայաստանում էլ կա, ասենք անտեղից չի էլ այդ գրանտակեր տերմինները շահարկվում, ցավոք ուղղակի են ստացվում, որ դա սկսում են իրար խանգարել։ Ես առաջարկում եմ քննարկել ժողովուրդ եւ ոչ ժողովուրդ, այդ Մարդենկովա ժողովուրդը նատ ուրիշ օրինակի վրա։ Ես վերջերս այս տարի ցեղասպանության 100-ամյակներ։ Այդ անմորուկները։ Կեսը կպցրեց, կեսը չկպցրեց։ Ու քաղաքացիական պատերազմը ուզում սկսեց, բանի իման վրա անմորուկ հակնողների եւ չհակնողների միջեւ։ Ես չեմ առաջարկում, ես ընդհանրապես պատերազմի դեմ եմ, պացիֆիստ եմ, դու գիտես երևի։ Առաջի անգամ չի որ խոսում եմ դրա մասին։ Բայց ոնց չէ որ դա ինձ դուր է գալի, բայց դե հիմա գիտես ոնց է, արիխ մենք որ հասկանանք ընդհանրապես մեկի հետ ուզում դոլարը ասել է, առավոտը խմում ես ամբողջ օրը ազատ ես։ Так что մտածի։ Կազմակերպությունը, որը որ զբաղվում է LGBT+ մարդկանց հարցերով եւ խնդիրներով, ինքը ունի ինչ որ պրոգրամա մաքսիմում եւ պրոգրամա մինիմում, ասենք ստրատեգիան ընդհանուր առմամբ ինչ իրավիճակ է ստեղծվում, երբ որ կազմակերպությունը կամ մարդիկ այդ միավորումները մեկ էլ չպետք է աշխատեն։ Չպետք է աշխատեն, որ արտաքին ինչ որ բան է ազդի։ Չէ, որ արդեն վերջացել է, ասենք չես աշխատելու էլի։ Որ ստացվեց եւ ասենք հա, դա այսինքն կազմակերպությունը հասավ իր տեսլականին ու որն է տեսլականը։
Մեր տեսլականը ստեղծել մի այնպիսի հասարակություն, որտեղ յուրաքանչյուր անձ կլինի ընդունված, անկախ բոլորի կողմից ընդունված, այնպիսի ինչպիսին որ ինքը կա, անկախ սեռական կողմնորոշումից եւ կենտրոնային ինքնությունից ու կենտրոնային արտահայտումից։ Այդ դեպքում, եթե LGBT համայնքի ներկայացուցիչը լինի падգամավոր կամ լինի ինչ-որ քաղաքական ուժում, պաշտոնական դիրք ունի, դա ստացված պատմությունա թե չէ, այսինքն օրինակ տեսլակ որպես տեսլական կամ որպես ինչ որ քայլ երևի ասենք ինքը Հայաստանի պարագայում ինքը ստացվածա թե ոչ։ Այսինքն եթե մեկը լինի ով որ լինի LGBT համայնքից, դրա զուգահեռ չլինի հոմոֆոբ, բայց ինքը ընդունի իրավ լինելը։ Հա, չլինի, որովհետև նենց շատ կան, որ հոմոֆոբ են խաղում, որ նենց սաղին ապառենք, թափենք բան, բայց որ իրանց կաշին փրկեն։ Եթե հա ինքը չեմ ասում լինի sense բացահայտ ասի որ ես գեյ եմ կամ լեսբիա եմ։ Չէ, ասի նաև թեկուս ասի։ Բայց որ գոնե ինքը այնտեղ լինելով նաև մարդկանց շահեր առաջ տանի։ Դե հա ինքը մեծ նվաճում կլինի, sense ասեմ, մեծ քայլ կլինի Հայաստանի համար, որպես հաջողված պատմություն։ Բնականաբար։ Իսկ մենք կարող ենք խուսափել այն վիճակից, ոնց որ կանանց լիմիտ կա, չէ՞, ամեն 5-րդը ցուցակներում առաջ կոնեկար, հա, պետք է կին լինի, կամ ենթադրենք, երբ որ արտաքին հայացք է լինում Հայաստանի վրա, ասենք քանի հատ կին падգամավոր կա, քանի հատ կին նախարար կա եւ մնացածը։ Եվ ոչ մեկ այդ մարդկանցից չի շղթում իրենց կին լինելը, բայց արդյոք կարելի ասել, որ իրենք ներկայացնում են կանանց իշխանության մեջ կամ կանանց խնդիրները դրանից ինչ որ էական տարբերություն ունեն։ Ես ինչի համար եմ ասում, ասենք մի քիչ լավատես եմ, ինձ թվում է, այսա հասկանաք ինչ եմ լավատես, որ չեմ կարող ասեմ 5 թե 10 տարվա մեջ, բայց կլինի քաղաքական ուժ, որը որ միգուցե ուղիղ ներկայացուցիչ չի լինի, մարդ, որը եւ բաց կլինի, բայց այդ խնդիրը կբարձրացվի, այսինքն կան ուժեր, որոնք իրենց դրսևորեն իբրև առաջադեմ կամ ասենք այտենց բաց եւ ոչ հոմոֆոբիկ կլինի, բայց արդյոք կարող են խուսափել այն իրավիճակից, որ ոնց որ ենթադրենք կանանց խնդիր, ասում են, հա, ներկայացված են, այսքան նախարար ունենք, այսքան падգամավոր, այսքան կազմակերպություն, այդ իրավիճակը էլի, որը որ կգա ու կփակի թեման, ոչ թե կբացի թեման, էլի։ Այսինքն ինքը միշտ հաջողության պատմություն է, թե չէ, միշտ նվաճում է, թե ոչ։ Թե Հայաստանի պարագայում միևնույնն է նվաճում է եւ չէ, բայց միշտ չի այտենց, օրինակ ես կանանց համար քվոտաների սահմանում ինքը մի քիչ արհեստական եղավ իրականում, ու որ պարտադիր 5-րդը կամ այդ 5-ից մեկը պետքա կին լինի, եթե ուշադիր նայում ես, միշտ այդ ցուցակներում 5-րդն են հենց կանայք։ Այսինքն չկա, հա, երկրորդը, երրորդը, այսինքն բարի բուն իմաստով վերցրել են ու դրել են մարդկանց այդ ցուցակների մեջ, մենակ նրա համար, որ իրանք կին են։ Ու ասենք այդ կանայքը չեն տարբերվում իրանց մտածելակերպով այն տղամարդկանցից, ովքեր որ ներկայացված են, հա, ազգային ժողովում, այդ նույն պատրիարխալ մտածելակերպն է բան արած։ Եթե այդպիսի մեկը պետքա լինի, որը որ պետքա լինի առաջադեմ, որովհետև մենակ նրա համար որ ինքը ինչ որ LGBT համայնքի ներկայացուցիչ է, այդ պրոստը աբսուրդ է, չի կարա տենց բան լինի, էլի։ Հա, չէ, տեղ հարցն է, որ ինքը լինելով պատգամավոր նաև դի առաջ տանի այն ժողովրդի այն մասի խնդիրները, որին որ հենց ինքն է պատկանում, այստեղ կնոջ դերն էլ է իրականում դրա համար մտածված եղել, որ կինը լինելով, դե ավելի այդ ժողովրդավար երկրներում ավելի առաջադեմ երկրներում, կինը լինելով ինչ որ դիրքերում արդեն կարա իր այն համայնքին, որ ինքը պատկանում է, իրանց խնդիրները ներկայացնի, բայց հա Հայաստանում այնա, որ իրանք այդ պատրիարխալ համակարգից դուրս եկած էակներ են ու իրանք ներկայացնում են այդ նույն համակարգը։ Ինքնից ասած էլի իրանք իրանց համայնքն են ներկայացնում, այդ իրանց հայ-իշխանական համակարգը։ Տարբերություն չկա էլի գործնական մակարդակում, ասենք հենց այդ նույն կանայք էլ, ասենք իրանք շատ սեքսիստական արտահայտություններ ունեն ու ընդհանրապես ասենք զգայուն չեն գենդերային հիմնախնդիրների, կանանց իրավունքների, ասենք վերաբերյալ ու ասենք իրանք շատ հաճախ տարբեր ասենք միջոցառումների, հանդիպումների ժամանակ իրանք էլ նույն դիսկուրսի մեջ է, հա, քննարկումները
ազգը կնամեծար ազգը, ով է ենթարկում ընտանիքում բռնության բախի, մենք չենք իմանում այդ դեպքեր, օրինակ մենք էլ համ կին ենք, համ падգամավոր ենք, ով է սահմանափակում, որ մենք կանք հասնենք։ Բայց իսկ թվում է, երբ որ կանայք շատանան նույն այդ ազգային ժողովում, մի քիչ արդեն ուրիշ դիսկուրսը ուրիշ անկյունով կփոխվի։ Ֆեմինիստական մի քիչ տեսանկյուն ունեցող կանայք շատանան։ Հա, որովհետև այդ կանանց մեջ, եթե իրանք շատանան, օրինակ եթե այսօր 10-ն վաղը դառնան 30-40, իրանց մեջ գոնե այն կանայք, ովքեր որ ավելի իրավագիտակից են, ավելի խելացի են, ավելի ուրիշ տեսանկյուններ ունեն, ոնց որ կարողանան այդ ընդհանուր միջավայրում մյուսների վրա, եթե չփոխել, գոնե ինչ-որ ազդեցություն ունենալ, ու նրանք կհասկանան, որ իրանց արհեստական դեղ լինելը մի քիչ դիփոխեն։ Հիմա ինչ-որ մեկը հասկացել է, որ իրանք արհեստական են։ Չէ, գոստանի որ իրանք դեմոկրատական ձևով ընտրված падգամավորներ են։ LGBT պլյուսը դա ինքնությունների թվարկում է, դա ինչ է։ Ոնց որ թե հա, ինքնությունների մասն ենք խոսում։ Այդ ինքնությունների մեջ կա ինչ-որ գերակաշահ, ոչ գերակաշահ, այսինքն ենթադրենք LGBT հարցում ինչ-որ իերարխիա կա։ Դե իրականում այդ L-ը հետո են բերել դեմը դրել, որովհետև կանայք շատ կորած են եղել այդ շարժման մեջ, առաջ կոչվել է gay rights, գեյերի իրավունքներ։ Ու իրավունքների տեսանկյունից բնականաբար ոչ մի հիերարխիա չպետք է լինի, բայց եթե ավելի անկեղծ խոսանք, այդ նույն այդ շարժման մեջ գերիշխող, էդի ասենց կոպիտ ասած ասում են սպիտակ հարուստ գերերն են, մի քիչ շատ ասենց բան է ստացվում, որ շատ դեպքերում իրանք նաև թկած ունեն շարժման վրա, թկած ունեն մարդու իրավունքների վրա, իրանք ունեն փող, իրանք ունեն կարողություններ, առավելություններ, ռասիզմի տեսանկյունից վերցած իրանք սպիտակ են, որ դրանով իրանք հպարտ են, իրանք փող ունեն ու շատ բաներ իրանք ձեռքն է, այդ ավելի sense համաշխարհային մակարդակով եթե նայենք, նու Հայաստանում էլ այդ բանը կա, ասենք որ նայենք միշտ գերերը sense իրանք շատ ավելի բարձր են դասում ու մյուսների նկատմամբ այդ հոմոֆոբիա, տրանսֆոբիան կա, բիսեքսուալներին անունը կպցնեն չկողնորոշված կասեն։ Դա պատրիարխալիզմի դասավորում է, նույնիսկ այդ Բայց մյուս կողմից էլ այդ խմբում գտնվող ցանկացած մարդ, ցանկացած ենթախմբի պատկանող, ինքը ոնց որ ուզում է ավելի շատ պրիորիտետ դարձնի հենց մենակ իր խմբին պատկանող խնդիրները ու այդտեղ է լինում էլի, որ շահերի բախում է լինում ավելի շատ, ասենց ոնց որ ամբողջական մի բան չի դիտարկվում, այլ նաև ենթախմբերի մեջ խնդիրներ է բանալու, բարձրանում իր հայտ գալիս։ Իսկ իերարխիայի մեջ եթե սպիտակ հարուստ գեյը, իսկ իերարխիայի մյուս կողմում, այսինքն սև աղքատ կինն է, բերսև աղքատ տրանս։ Ու Հայաստանի պարագայում քանի որ սև չկա, երևի ավելի շատ հայ այդ ավելի վատ պայմաններում ապրող տրանսը։ Իսկ բիսեքսուալները այստեղ ընդհանրապես համայնքից դուրս են մնում, որովհետև իրանք ասոցացում են, չգիտեմ, իրանք ոնց որ այնց կոպիտ ասած պիտակավորում են որպես չկողմնորոշված, ասոցացում են ավելի շատ հետերոսեքսուալների հետ, հետերոսեքսուալների կողմից էլ են դուրս մնում, որովհետև իրանք все-таки հետերո չեն դիտարկում, ոչ եմ, այսինքն sense մի հատ բան է ստացվում։ Երկու կողմից մերժվածներն են, էլի։ Բիսեքսուալները։ Դժվար ասել հիմա ով ավելի շահեկան դիրքում։ Իսկ ագրեսիայի ճնշման առումով Հայաստանի պայմաններում որ խումբն է ավելի կամ որ դեպքերում ագրեսիան ավելի մեծ լինում, էլի։ Ինչն է ավելի ենթադրենք հա, ինչն ավելի խնդրահարույց։ Ամենաշատը տղամարդուց կին դարձած տրանսգենդերներն են։ Տղամարդուց կին։ Իսկ կնոջից տղամարդ։ Գիտես ոնց այդ գենդերային կարծրատիպերը այդ LGBT համայնքի վրա շատ լավ արտացոլվում է, էլի, եթե օրինակի համար վերաբերմունքն ենք դիտարկում, երբ որ դու քո տղամարդ տեսակը դու ոնց որ բան ես արել, փոխել ես, դարձրել ես կին, որ հասարակության մեջ ավելի քիչ ընդունված է։ Ազգային ազգում ես այդ։ Ավելի քիչ ընդունված է, ոնց կարայք դու այդ քո տղամարդու սեռը թողնեիր ու հիմա կնոջ նման լինեիր, այդ շատ ավելի բարձրացում է։ Հա, սաղից կակի։ Իսկ ասենք մյուս կողմից էլ, հա, երբ որ դու կին ես, բայց տղամարդու դերի մեջ ես արդեն հանդես գալիս, քեզ ուրիշ անուն են տալիս տղամարդ կնիկ։ Որովհետեւ դու հետո ընտանիք ես պահում, դու ինչ որ բաներ ես անում, որ հասարակությանը ես գնացել տղամարդը։ Տղամարդ ես դարձել։ Այո, մեր երկիրը բան է էլի թույլ երկիր է։
Պետք է ավելա թույլ Փոքր, պետք է ավելա փոքր երկիր է։ Մեր մոտ պետք է ավելացնել այս թեմանից, որ միշտ ասում էի զինվորավոստիկանական պետություն, զինվորավոստիկան քրեական պետություն, մեր մոտ ամեն քրեական օրենքներով աշխատում։ Նույնիսկ այդ LGBT համայնքի ինչ որ հետ կապված հարցերը ելի լուծվում են բանով, քրեական օրենքներով։ Դե հա կոնկրետ այն ամեն ինչ են վերաբերմունքը, որ տարածված է քրեակատարողական հիմնարկներում ու բանակում, հա, իրանք ոնց որ բան լինեն, վերցվեն եւ մխրճվեն այս հասարակության։ Միք դու էլ այդ թեմայի մեջ կաս, երբ որ LGBT straight այդ համագործակցությունը այդ հիմունքներով ինչ որ նույնիսկ կուսակցություն չէ, նախաձեռնություն կար։ Եվ ընդհանրապես մենք հույս ունենք որ կուսակցություն կդառնա։ Հա, ալյանսի մասին է։ Ալյանսի մասին։ Այդ բառն եմ մոռացել։ Ես էլ նախաձեռնություն, էլ նախախորհրդարան։ Ես նոկովիչի խոսում նախաձեռնություն։ Ալյանս։ Ալյանսը։ Հա, երբ որ այդ ալյանսի նախաձեռնությունը տեղի ունեցավ, նախաձեռնվեց։ Ինձ թվաց որ խնդրահարույց բան կա։ Կամ ինչ բաժանում է, կամ straight մարդիկ LGBT համար, կամ LGBT-ները չնայած չի ընդհանրում երևի այդ հակառակը։ Դրա մեջ ինչ-որ խնդիր չկա։ Չէ, ասեմ, ինչի՞ դա արել ես։ Նախ ես համարում եմ, որ մեր երկիրը, մեր հասարակությունը շատ հոմոֆոբիկ հասարակություն է։ Եվ ես դրանով ուզում եի ցույց տայի բոլորին, որ տենց չի։ Եվ նաև կամ ისես բան, նաև կամ LGBT сообществայի մյուսների նկատմամբ բան էլի բաց չեն։ Ինչ խնդրի հետ ես դու, ինչի հետ ես առնչվել, երբ որ մտածել ես այդ ալյանսի կարիք կա։ Ես ուզում եմ որ եւ LGBT-ին եւ հոմոֆոբները, ասես կոչված, չէ, գետերոսեքսուալները լինեն մի ֆրոնտով աշխատեն։ Ես միշտ ասում եի LGBT сообществային, որ դուք ձեզ պահում եք մի քիչ առանձնացված, դա ձեզ խալն է։ Ես համարում եմ, որ դուք լինեք բաց եւ ներգրավեք ավելի շատ ոչ ձեզ сообществային համայնքի մարդկանց, որ հասարակությունը ընդհանրապես հասկանա, որ դա խնդրեմ չի ընդհանրապես։ Դա խնդրեմ չի։ Կարևորը որ սաղին բացատրի, որ դա խնդրեմ չի։ Ես մոտ ես ավելի բան բացեմ։ Երբ որ 99 թվականին մոտեկան մարդիկ եւ ասին, որ մենք հիվանդ ենք, 9 հոգի տղամարդեկանի մոպես։ Ես երկրաչափ մտածում եմ դա սիֆիլիս է, Երևանի հիվանդանոցը սպիդը, բան պետք է բարել դա գերին են եղել։ Եվ երբ որ ամուկը բարձրացի եւ սկսի դրա մասին խոսալ ընդհանրապես եւ բոլորը խնդում էին որ իմ վրա եւ այլն, ես մի անգամ իրանց ասի, ժողովուրդ ջան, սենց է վիճակը։ Բենդերը ոնց էր ասում, спасение утопающих делают самих утопающих։ Ես կարող դες պաշտպանեմ, որ ձեզ ընդունեն, դուք դրա համար հայտարարեք։ Դրա համար ստեղծվեց առաջին կազմակերպությունը ժամանակին։ Հիմա ես ասում, ստեղծել եք, լավ եք արել, բաց եղեք մի քիչ։ Բաց եղեք, որ մենք գանք ձեր մոտ, որ մենք ոչ թե ձեր վրա նայենք հավասարի վրա, այդ հավասար բառը չպետք լինի, պետք է նույնը։ Մենք նույնն ենք։ Պիտակավորումը դա իշխանական լեզու է եւ այդ պիտակավորում են որպեսզի լեգիտիմացնեն բռնությունը, որպեսզի բացատրեն ինչ որ ձև բռնությունը։ Եվ մենք վերցնում ենք այդ պիտակները եւ արդյոք մենք այդ պիտակները ավելի չենք ակտուալացնում։ Ինչ է նշանակում straight, այսինքն 1-1 ուղղակի ինչի հոտ եմ առնում, ինձ թվում է ոնց որ straight LGBT alliance, ոնց որ straight-երը ուզում են coming out լինեն, ասեն որ մենք straight ենք։ Ասենք հանգարց չմտածեք, որ մենք straight չենք։ Ոչ, յուր պիտակավորել են մեզ։ Ես հետերոսեքսուալ եմ, ինքը գեյ է։ Հիմա ես ուրեմն այդ միացումը լինի, որ այդ պիտակավորումը մենք անենք։ Չէ, մենք պրոստը մարդ ենք, ախպեր։ Всё։ Դրանով ես պրոստը մենք խոսակցությունը։ Вообще դա թեմա չի խոսալու։ Իրականում ինձ թվում է այստեղ մի հատ ուրիշ խնդիր էլ կա, ոնց ասեց Միկան, այդ հասարակության հոմոֆոբիան շատ մեծ է, ու այդ հոմոֆոբիան ոչ միայն ասենք ուղղված է հենց LGBT համայնքի նկատմամբ, այլ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր որ իրանց շուրջ են, ու ովքեր որ ենթադրենք ինչ որ ձևով ներգրաված են այդ
իրավունքների, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում։ Ոստեղ պիտակավորում է ասոցիացված խտրականությունը համ իրանց նկատմամբ, համ համայնքի նկատմամբ։ Ինձ թվում է, որ շատ կարևոր է, որ դու ցույց տաս, որ չէ, դուք մեծամասնություն չեք, ձեր կարծիքը այդ ամենա կարծիքը չի, ու ձեր կարծիքից բացի լիք ուրիշ մարդիկ կան, որ չպատկանելով այդ խմբին, իրանք ուրիշ կարծիք ունեն։ Ինձ թվում է պայքարի այս փուլում ու այս խնդիրների բարակայում շատ կարևոր է ասել, որ այն խմբին չպատկանող մարդիկ էլ իրանք նաև բանի կողքին են, բայց երբեք առաջ չլինի։ Բանը օրինակ երբ որ կանանց շարժումը ավելի զարգացավ, ստեղծեց նաև տղամարդիկ հանուն կանանց իրավունքների կամ տղամարդկանց շարժումներ, որոնք ինչ-որ ձևով փորձում էին ցույց տալ, որ պատկանելով այն կոպիտ ասած բռնարար հատվածին, իրականում մենք դեմ ենք այդ բռնությանը ու խոսում ենք հենց կանանց իրավունքների տեսանկյունից, փորձեցին կոտրել այդ կարծրատիպերը, որ կինը սենց է, տղամարդը սենց է, այդ տղամարդն է կարա ներգրաված լինի կանանց շարժման մեջ ու բարձրացնի կանանց հարցերը։ Ու հիմա նաև այս LGBT ոլորտում այդ queer տերմինն է շատ օգտագործվում, ու queer ինքը նոր տերմին չի, բայց իր հիմնական գաղափարն է, որ բոլոր այդ սահմանները կոտրվեն, լեսբիան, գեյ, bisexual, transgender ու straight այդ ամեն ինչը վերանա, ու մարդով որ իրան ասոցացնում է այդ համայնքի հետ, անկախ իր սեռական կողմնորոշումից ու պայքարում հանուն սեռական ինքնության, ինքը լինի այդ շարժման մեջ կամ այդ համայնքի անդամ ու հավասար, այսինքն այդ gay straight alliance ասածը ինքը ոնց որ այդ սահմանները վերանում են ու դառնում է մի հատ մեծ sense խումբ, որը ընդհանուր պայքարում է սեռական ինքնության համար։